Ռեստորանային հիմնադիրը Վայոց ձորի Մալիշկա համայնքի անհատն է հիմնադրել եւ նրա նպատակն է, որպեսզի դոլմա հայկական ուտեստը ճանաչում գտնի ամբողջ աշխարհում, շարունակելով մեր պատմությունը պատմել ուտելիքի լեզվով, հայկական ավանդական խոհանոցի լավագույն ավանդույթները պահպանելու, ազգային ուտեստները համաշխարհային մակարդակով ներկայացնելու, հայկական համի մշակույթի արժեքը սերնդեսերունդ փոխանցելու համար։ Ուշադրություն էկրանին։ Դոլմա ռեստորան, ավանդույթի եւ համի հանդիպում։ Հայկական ազգային խոհանոցը ոչ միայն համերի, այլև պատմության, մշակույթի եւ ինքնության արտացոլանքն է։ Ամեն ուտեստ իր մեջ կրում է տարածաշրջանի անցյալը, ավանդույթներն ու կենցաղը, դառնալով պատմության կենդանի մասնիկ։ Հայկական խոհանոցը մեր ազգային մշակույթի անբաժանելի մասն է, որը պետք է ոչ միայն պահպանել, այլև ներկայացնել իր իսկական եւ անաղարտ տեսքով։ Շատ ուտեստներ, որոնք մեզ հարազատ են, հաճախ վերագրվում են այլ մշակույթներին, բայց մենք պետք է հստակ ճանաչենք եւ աշխարհին ցույց տանք մեր խոհարարական ժառանգությունը։ Դոլմա ռեստորանը հայկական խոհանոցի խնամքով պահպանված բաղադրատոմսերի, հարուստ համերի եւ իսկական ավանդույթների համադրությամբ ձևավորել է մի անկյուն, որտեղ վերածնվում են մեր տատերի ու պապերի ստեղծած յուրահատուկ ուտեստները։ Այստեղ պատրաստվում են ոչ միայն Հայաստանի տարբեր շրջանների բնորոշ տոշատեսակներ, այլև համաշխարհային խոհանոցի հայտնի ուտեստներ, որոնք ստանում են հայկական շունչ ու նոր հնչեղություն, շնորհիվ Դոլմա ռեստորանի խոհարարների վարպետության եւ ստեղծագործության։ Օրինակ դոլման, որը մեր խոհանոցի անբաժան մասն է, դարեր շարունակ եղել է հայկական տոնական սեղանների գլխավոր ուտեստներից մեկը։ Այն կրում է մեր նախնիների աշխատասիրությունը ու վարպետությունը, իսկ դրա պատրաստման ավանդական եղանակները փոխանցվել են սերնդեսերունդ, պահպանելով